Ողջույն ընկերներ, բարի օր բոլորին, ովքեր դիտում են իմ YouTube-յան ալիքը։ Այսօր թողարկում չի պատրաստել, եթե չընթերցեի լրատվականներից մեկու մի նյութ, որը ինչ որ առումով կտար են հարցերի պատասխանները, որի մասին խոսում եմ եթերում, YouTube-ում, մի խոսքով հարթության մեջ կիսվում եմ ձեզ հետ։ Տեսեք, տարբեր անհատներ, քաղաքական հայտնի դեմքեր, լինի վարչապետ, լինի ընդդիմության ներկայացուցիչներ, լինեն հոգևոր հայրեր, բոլորը խոսում են կրթության մասին։ Կրթությունը նորաձև է, քարոզում են։ Ես որոշ հարթակներում մասնակից եմ, գիտեք, դրա համար են որոշ մարդիկ մեղադրանքներ հնչեցնում, այնինչ կրթվելը կապ չունի թե ով է նախաձեռնում, եթե կրթության ինչ-որ մի բան է տեղի ունենում, ես փորձում եմ միշտ ներգրավել, որովհետև վստահ եմ, ոչ միայն հիմա, այլ տասնամյակներ առաջ, այն պատանեկության տարիներից վստահ եմ, որ մեր անհույս հասարակությունը միայն ու միայն կրթությամբ է լուսավորվելու եւ միայն կրթությամբ է կարողանալու հաղթահարել այն խնդիրները, որոնց առջեւ ծառացած է հազարամյակներով։ Առաջին անգամ չէ մենք որ այս հորձանուտի մեջ ենք, ուստի առակս այն կցուցանե, որ մենք դարեր շարունակ գուցե փայլուն ճակատներ ունեցել են, կրթված մարդիկ ունեցել են, բան անկասկած, որ հասել են 21-րդ դար, եթե բոլորը լինեին այնպիսին, ինչպիսին հիմա ենք, բնականաբար որևէ շանս չէինք ունենա վերածնվելու, էլ չեմ ասում պետականություն ստեղծելու, բայց դա ուրիշ թեմա է։ Մենք պիտի կարողանանք իրապես կրթվել ու իմ ընդդիմությունը, ընդդիմախոսումը այն մարդկանց, ովքեր շատ վեհ գաղափարների մասն են խոսում, նրանում է կայանում, որ մենք պետք է սկսենք շատ basic level-ից, շատ տարրական հարթակից, որովհետև լինի դա ինչ-որ ոնց ասում, մատենադարանում հանդիպում, ես վերջերս Ստանիսլավսկու անվան թատրոնում TED Talk-ներ վարչապետի մասնակցությամբ, ընդդիմության ձեզ հայտնի գործիչները, հոգևոր հայրերը, հոգևոր հարթակներում, ատյաններում են հանդիպում, վեհ գաղափարներից են խոսում, այնինչ տարրական բաների մասին ոչ ոք չի խոսում։ Օրինակ, ես կցանկանամ կրթելը հանրությանը նորաձև դարձնելու ֆորմատում մեկը դուրս գա եթեր, իդեպ նկատի ունեմ հանրային սփռման եթեր, շատ հայտնի անձնավորություն ու ասի, որ օրինակ 21-րդ դարում մայրաքաղաքում ջարդ ու փշուր, կեղտոտ, այլանդակ մեքենա վարել եւ ոչ պակաս այլանդակ երաժշտություն լսել չափազանց բարձր ահաբեկելով մարդկանց, դա գեղեցիկ չէ, դա ամոթ է, դա մի խոսքով հանրային պարսավանքի պետք է արժանանան այդ կերպարները։ Կամ կրթվելը նորաձև է շրջանակներում, ես կցանկանայի տեսնել սոցիալական գովազդներ, որտեղ ասում է. «Տղա ջան, 30, 40, 50, 60, 70 տարեկան ձյաց, չի կարելի ծխել եւ ծխախոտի մնացորդը նետել փողոցում ու կապ չունի դա ծայրամաս է, թե հանրապետության հրապարակն է, թե ազատության հրապարակը»։ Այսինքն դի սոցիալական ձևով բացատրվի։ Մենք ամեն օր առավոտյան, կեսօրինակ, երբ որ տանն ենք, սրճում ենք, մենք տեսնում ենք մեր բակում միջին տարիքի, որոշ դեպքերում շատ ավելի երիտասարդ տարիքի պատանիներ գալիս են եւ փետերով քուջուջ են անում խոտերը, եզրաքարերը, գրաբարով ասած բորդյուրները եւ փնտրում են թմրամիջոցներ, որոնք ամենայն հավանականությամբ գնել են on-line հարթակներից եւ իրենց լոկացիան են ուղարկել։ Այսինքն եթե բոլոր շենքի բնակիչները գիտեն, որ այդտեղ թմրանյութ են վաճառում, եթե թաղից գիտեն, եթե մի խոսով գիտեն դրա մասին բոլորը, մենք օրը 6 անգամ տեսնում ենք, պատկան ու արմիները չեն տեսնում։ Այ որ ասում են կրթվեք, այ սա էլ է կրթություն, որ հեռուստատեսության եթերում, վահանակներում, կանգառներում, բոլոր հնարավոր միջոցներում ցույց տան, որ դա աղետ է, մանկապարտեզից երեխեքին վախացնեն բառացիորեն այդ չարիքի մասին այնքան խոսան, որ մարդը փոքր տարիքից սարսափի, այլ ոչ թե հասնի 10-րդ դասարան, բա ապեր մի հատ չփորձենք ու ընկնի կրակի մեջ, ինչպես հաճախ լինում է։ Նախ մենք մեր դպրոցական տարիքին ես երբեք չեմ հիշում, հակառակը ոչ թե ծխախոտը անգամ չէր ասվում որ չարիք է, հակառակը խրախուսվում էր։ Այսինքն ամբողջ դպրոցը գիտեր, որ բուֆետում հատիկով պապիրոս են ծախում, ծխախոտ են վաճառում, բոլորը գիտեին, նորիկնոց կար հայտնի, բոլորը գիտեին, բայց ամենտեղ վայ վնասակար է, վայ չի կարելի ծխել եւ այլն, բայց պատկան մարմինները ամբողջությամբ չէին ներգրավում այդ գործառույթի մեջ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, երբ որ մենք խոսում ենք կրթությունից, շատ տարրական basic level-ից պետք է խոսենք։ Եթե ես հիմա գամ ուրփաթագրքից ու մատյան ու մագաղաթից խոսեմ այն մարդու մոտ, որ պապիրոսը մեծ մարդ թորանտ է, ծխեց,
գցեց գետնին կամ մատը դրեց քթանցքին, փակեց եւ քթի պարունակությունը դատարկեց փողոցում, ես ինչ մագաղաթմատյան պատմեմ այդ մարդուն։ Այդ մարդու ձեռը պիտի տանես մսուր մանկապարտեզի level-ից, կրթես, դաստիարակես, բացատրես, որ ով ենք, ինչ ենք եւ ինչու ենք։ Դե չէ դուք վեր գաղափարներից խոսեք, այս արեք, այն արեք, այն արեք։ Եվ վերջում հիմա այստեղ մի հատ հոդված էի առանձնացրել, որի մասին անպայման ուզում եմ խոսել, որպես ամփոփում, այս իմ խոսքի, որ խնդիրը շատ ավելի արմատային է, շատ ավելի խորքային է։ Տեսեք ինչ դեպք է տեղի ունեցել այսօր։ Ուրեմն Լոռու մարզում օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ կենսաբանական մահ կրծքաբանդակի առաջնային պատի ծակած կտրած վերք ախտորոշմամբ նրանց մոտ է տեղափոխել 17 տարեկան պատանի։ Ներքին գործերի նախարարության լուրալալալա ծառայությունները պարզել են, որ ժամը 2-3-ի սահմաններում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա, 22-ամյա եղբայրները նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շրջանակում վիճաբանել են համայնքացի 17 տարեկան պատանու հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է, կտրել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակը, վերջինիս պատճառելով մահ, ասում ջիգյարը։ Հիմա կրթությունից ենք խոսում, ասեն պատկերացեք ինչ է պատահել, ո Աստված իմ, հայրենիք են դավաճանել այս մարդիկ, տուն ու տեղ են վաճառել այս մարդիկ, որ թուրքին միգուցե ինչ-որ բան են հանձնել, ոչ, ինչ է պարզվել, պարզվում է, քրեական ոստիկանության Լոռու մարզու ծառայողները պարզել են, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով, 20 տարեկան կնոջը աղջկան նայելա, ու մեզ նայում, ինչ ես նայում բան, այտենց հայի աչքեր, թախծոտ, ու այտենց վերջ։ Այն մեկը գնաց կորավ դարավ հանցագործ ռեցեդևից տական, այն մեկն էլ մտախոհը որդերու բլոճների բաժին դարավ։ Էս է մեր հասարակությունը։ Դրա համար եմ ասում, չեմ ընդհանրացնում, բայց ամեն երկրորդը այդ բանի մեջ է, Մերգելյանի այգում չտվեց սպանին, Մալիբուի այգում չտվեցին ջիգյարը հանեցին։ Էս է վայրենի, դուք 1000 հատ թումո կառուցեք, դուք 1000 հատ թեթ-թոք կազմակերպեք, 1000 անգամ կրթվելը նորաձև է, արշավներ կազմակերպեք, ինչ ուզում եք արեք։ Սա է մեր բարքերը։ Մենք ապրում ենք այս միջավայրի մեջ եւ այս բարքերից դուրս գալու համար ուժի կիրառմամբ, զորով այս մարդկանց պիտի կրթել, զորորը լավ բան չի, բայց պիտի, ոնց ասեմ, ժամանակին կար ոստիկանություն, չէ, բարքերի դրուժինի նրավով, տենց ժամանակին Ֆրանսիայում էլ Նապոլեոնի օրոք կարծեմ դա բան արեցին, ընդունեցին, տենց ժանդարմերիա կար, որ բարքերն էր հսկում։ Ինչ ես, ոնց ես, ինչու ես, ինչի սենց արեցիր։ Ես երբեք չեմ տեսել մի հատ ոստիկան, այն որ ամեն քայլին լիքը կան, բան սենց նենց է արագարակ այստեղ ընտեղ են գնում, ոնց որ աշխարհի հարցը իրանց տված։ Ես կյանքում չեմ տեսել մի ոստիկան, մի հատ բարձր երաժշտությամբ մեքենա կանգնեցնում մի հատ ակտավորի։ Լավ, նկատողություն անի։ Այն որ ահա բեկում են, չէ, 65-746 վարորդ քաշեք աչ կանգնեք։ Մի հատ ես չեմ լսել, մի հատ դուրս գան համապատասխան տեղերից ոստիկաններ ու ասեն, ես ինչ համարի, ես ինչ վարորդ։ Ցածրացրեք ձեր ազգակործան երաժշտությունը, ազգակործան պատուհասներ։ Չի եղել։ Ու ամենտեղ, ես չեմ տեսել մեկը հյուսիսային պողոտայով քայլում է, այսպես կողքը սորուկներ ա թափած։ Ես չեմ տեսել պարեկները, որոնք sense կուշկա հավաքվում էին ցուրտ եղանակներին աղբամանի մոտ եւ sense դողպրտալ են ծխում են եւ տականում են, մի հատ մեկին տուգանեին, մի հատ նկատողություն անեն, մի հատ ասեին հայոց երկրի հայ քաղաքացի, բա դու չես համաչում, դու չէ որ վեհ ազգի ներկայացուցիչ ես, նոյան տապանից ես սերվե տապան, չի ասեք կյանքում տենց բան։ Դրա համար էլի մենք բանավոր խոսքով տարբեր հարթակներում մեծ ջուր ծեծոցի կանենք, թե ով ենք մենք, որտեղից են գալիս, ուր են գնում բան, բայց փաստը որ նայելու համար իրար սրախողող ենք անում եւ անելու ենք ու դեռ շատ է լինելու։ Դրա համար մենք մնալու ենք այս վարքերի մեջ, որոնցից դուրս գալու ճանապարհը ես չգիտեմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ոնց են դուրս գալու այս ճանապարհից։ Առաջարկում եմ, որ պիտի պատժի տեսակ լինի Հայաստանում, որ երբ որ տենց բարքեր ես խախտում, օրենքներ ես խախտում, այդ տվյալ պարոնին անձնավորությանը տանում են
պատկերասրահ 3 օրով փակում են այնտեղ ինչ որ մի հատ խցիկ լինի կամ մատնադարան են տանում, sense ուրբաթագրքին են մռութը հագցնում, պետք է մի 3 ամիս այդ ուրբաթագրքի մոտ մնա, տենց բարոյա հոգեբանական պատժի տեսակ պետք է լինի, ոչ թե տանեն 2 շաբաթ նստածնեն, այս ինչ տեղը ինքն էլ դուրս եկած լինի, արդեն նստածելած ուրիշ բարքերի մեջ ավելի մեծ աղետների առջև կանգնացնի մեզ։ Մի խոսքով մտածեք այդ ուղղությամբ, ես գնամ աշխատանքի։